Ազգային ժողովի պետական իրավական, ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստի ժամանակ քննարկվում է 2026 թվականի պետական բյուջեն։ Մեր որոշումների որակը բարձրացնող ծախսերը արդարացված են, որովհետև այդ որոշումների որակը եթե ցածր լինի, դրանից հանրությունը ավելի մեծ վնասներ կարող է կրել, քան այն ծախսը, որը արվում է այդ որոշումների որակը բարձրացնելու համար։ Ի նպաստ ազգային ինքնության պահպանման, տոների և հիշատակի օրերին նախատեսվող հատկացվելի գումարների մասին ներկայացնում է Արայիկ Հարությունյանն ու մեջբերում իրական Հայաստանի գաղափարախոսությունը։ Հայ ժողովրդի ազգային արժեքներն են Հայաստանի Հանրապետությունը, ՀՀ անկախությունը, ինքնիշխանությունը, քաղաքացիությունը, ժողովրդավարությունը, բանակը, նյութական և ոչ նյութական ժառանգության բոլոր նմուշները, որոնք արտահայտում, պատկերում, նկարագրում կամ խորհրդանշում են հայ ժողովրդի, Հայաստանի Հանրապետության վերը նկարագրված ազգային արժեքները։ Բոլոր միջոցառումները, բոլոր քննարկումները, բոլոր քաղաքականությունները, բոլոր ռազմավարությունները հենված են այս դրույթների վրա և մենք էլ տոները կազմակերպելիս մեր արժեքային համակարգով ենք առաջնորդվում, որը ես քիչ առաջ թվարկեցի։ 2026 թվականին կառավարությանը հատկացվող գումարը կավելացվի, նախագահի աշխատակազմինը կպակասեցվի։ Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավարը ներկայացնում է նախատեսվող միջոցառումները։ Հիմնական պակասեցումը վերաբերում է, որ այո, վարչական սարքավորումների ձեռքբերման եւ տեխնիկական հագեցվածության ապահովման իմաստով նախորդ տարիների նախատեսված միջոցները այս տարի չկան եւ այդ կապակցությամբ տարբերությունը կայանում է հենց դրանում։ Ուղղակի մենք որպես առաջնահերթություն նշեցի, նոր ավելվածում սահմանել ենք, որ մենք ունենք առաջնահերթ խնդիր լուծելու, խոսքը վերաբերում է վերելակների, նախագահի աշխատակազմի շենքի հարակից տարածքում գտնվող բացօթյա հատվածի ծածկերի փոխարինման փոքր ծախսեր են, արդյունքով շուրջ 59 միլիոն եւ նմանատիպ ծախսերի համար առաջնահերթ խնդիրներ ունենք, որոնց համար ուղղակի ֆինանսավորում նախատեսված չի այս տարի, այդով չենք ներկայացրել։ Ազգային ժողովի պետական ծառայողները կվերապատրաստվեն, ներկայացնում է ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարը։ Հաշվի առնելով գալիք տարի համապետական ընտրությունները ազգային ժողովի չունենալ ընդհանրապես տեխնիկական հագեցվածության տող, դա կարող է խնդիր առաջացնել ազգային ժողովի համար, ինչպես դուք նշեցիք, մենք չենք իհարկե դա կանխատեսում է, բայց հավանաբար ավելի մեծ քանակի падգամավորներ ենք ունենալու, իսկ աշխատակազմը պարտավոր է падգամավորներին ապահովել գոնե մինիմալ սեղան, աթոռ, համակարգիչ, տպիչ սարքավորում եւ չունենալով ուղղակի այդ տողը եւ չունենալով անգամ այդ տողը առաջնահերթություններում մենք ուղղակի չենք կարող ապահովենք դա։ Արդարադատության նախարարության կողմից կիրականացվեն մի շարք ծրագրեր։ Բյուջեն գերազանցելու է 2025 թվականի ցուցանիշները։ Դատաիրավական բարեփոխումների շրջանակում անհրաժեշտ է նաև անդրադարձ կատարել առևտրային կազմակերպություններին վերաբերող իրավակարգավորումները կորպորատիվ իրավունքի ժամանակակից մոտեցումներին համապատասխանեցնելու ուղղությամբ։ Այս համատեքստում անհրաժեշտ կլինի արդեն իսկ ձևավորված հայեցակարգի հիման վրա մշակել առևտրային իրավաբանական անձանց գործունեությունը կարգավորող համապարփակ իրավական ակտի նախագիծ։ Շարունակվելու են աշխատանքներ նաև վարչական իրավախախտումների վերաբերյալ նոր օրենսգրքի նախագծի վերջնականացման եւ դրա հաստատման ներկայացնելու ուղղությամբ։ Վաղաշաբաթ համայնքում շուտով ընտրություններ են։ Կան կուսակցություններ, որոնք զրոյական հայտարարագրեր են ներկայացրել եւ չունեն տարեկան շրջանառության որևէ եկամուտ։ Մենք նախընտրական քարոզարշավի ընթացքում լիազորություն չունենք որևէ անհամապատասխանություն գնահատելու ու դրա հիման վրա ուսումնասիրություն իրականացնելու։ Եթե հանկարծ լինեն այնպիսի կուսակցություններ, որոնք այդ ձեր ասած ընտրություններին մասնակցել են, բայց կամ մասնակցում են, բայց շարժով մենք որևէ տվյալ չտեսնենք, հետագա տարիների հաջորդ տարվա ստուգման թիրախում եւս կունենենք այդ բոլոր կուսակցությունները ու դա մեզ համար ազդակ կհանդիսանա։ Շողեր Ղլիջյան, Արմալուր։